Շարունակում եմ խելացի կշռափեթակ ծրագրի կատարելագործումը և բազմաթիվ հետևորդների, մեղվապահ մանավանդ հետևորդների խնդրանքով ավելացրել եմ ևս երկու կարևոր ռեժիմ և լավ տեղեկություն ունեմ, արդեն SMS-ները կարողանում եմ ստանալ հայերեն, հայատառ ավելի ճիշտ։ Հիմա որ երկու հետաքրքիր ֆունկցիաներն եմ ևս ծրագրի մեջ ավելացրել, ինչ շատ խնդրեցին, ասեցին այնպես արա, որ ձակ տալուց SMS ստացվի, մեկ էլ ես էլ նաև իմ կողմից ավելացրեցի ոչ միայն ձակ տալուց SMS, որ նաև փեթակը եթե գողանան կամ տեղից վերցնեն, հիմա չգիտեմ ինչ նպատակներով, ևս SMS ստացվի։ Հիմա կշեռքը բերել եմ տուն, որպեսզի ծրագիրը անընդհատ մեջը լցնելուց չգնա այնտեղ մոտիկ, որովհետև կան նաև այլ տարբերակներ, որի մասին հետո կխոսեմ, բայց տան ավելի հեշտ է այդ ամեն ինչը կատարվում, փորձարարական այստեղ եմ ամեն ինչ անում։ Եվ հիմա ինչպես դեմոնստրացիա, այսինքն ցույց տամ այդ ամեն ինչը, նայեք, ուրեմն մեղուն ինքը ձագ է տալիս ինչպես, ժամեր կան հատուկ, այդ ժամերը չի ֆիքսվում ստեղ կշեռքի մեջ, դա էական չի, այսինքն կտրուկ իրանից քաշ պետք է պակասի, եթե մեղվից կտրուկ քաշ է պակասում, այսինքն փեթակից, դա երբ է ալնում, կտրուկ դառնում է միայն ձագ տալուց, որտեվ եթե երեկոյան մենք կշեռքը հավասարացնում ենք, գիշերը մեղուն կատարում է մեղրի մշակում, այսինքն ջուրը հանում է, քաշը կարող է 1 կիլո, 2 կիլո պակասի, չէ, փեթակից, բայց դա կտրուկ չի, դա հետս հետ է պակասում և առավոտյան մեղուն նույնպես գնում է դաշտ, էլի ահագին պակասում է մինչև 1 կիլո, կիլո կես, դա էլ է հետս հետ է պակասում, իսկ ձագ տալը ինքը կատարվում է շատ արագ, 5 րոպե, ես սենց եմ գրել ուրեմն ծրագիր, եթե 5 րոպեի ընթացքում պակասի 800 գրամ և ավել, ուրեմն դա համարում ենք ձագ տալ, որովհետև 800 գրամը դա մոտարապես մի 6-7-8000 մեղուն է, էլի, հիմա նայեք, հիմա եթե ես այս կշռաքարը 1 կիլոյա վերցնեմ, դա կնշանակի, այսինքն արագ վերցնեմ, կամ 5 րոպեի ընթացքում 200 գրամներով վերցնեմ, կամ 100 գրամներով, ես դրել եմ, որ 1 կիլո եմ վերցնում, հիմա եթե ստեղից 1 կիլո վերցնեմ, ապա դուք կտեսնեք ձեր հեռախոսի վրա SMS, համապատասխանաբար SMS, էկրանի վրա հիմա դուք տեսնում եք, որ գալիս է SMS, որ կշռափեթակը շտապիր, հասիր և այլն, այդ բովանդակության SMS է գալիս։ Ուրեմն հաջորդ ռեժիմը դա արդեն ասեցի փեթակը տեղից վերցնելու կամ գողանալու ռեժիմն է, ծրագրում այնպես է գրած, որ եթե 10 կիլոից ավել է փեթակը պակասում, որտեվ ըստ տրամաբանության 10 կիլոից թեթև փեթակ դժվար թե հայտնվի կշեռքի վրա, դրա համար եթե 10 կիլոից ավել բեռ ենք վերցնում կշեռքի վրայից, անմիջապես կարելի ասել 1 րոպեի ընթացքում SMS է գնում, դա ես այստեղ ոնց որ ասած փեթակի փոխարեն դրել եմ ակարդեոն, սա եթե վերցնում ենք կշեռքը անմիջապես թեթևանում է և էլի ինչպես տեսնում եք SMS է գալիս, էլի շտապ հասիր, փեթակը տեղից վերցրել են և այլն բովանդակությամբ։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, ովքեր որ հետաքրքրված են խելացի մեղվապահությամբ, այս ամենը ուրեմն այս նորությունները ևս ձեր խնդրանքով ուրեմն ավելացվեց կոդի մեջ, կոդը անընդհատ թարմացվելու է, այս պայդրությամբ ընդամենը կարող եմ ընդունել 5 կշռափեթակի կշեռքի պատվերներ, գրեք մեկնաբանություններում, ինչ կուզենայեք տեսնել, ինչ հուզող հարցեր ունեք և այլն, ովքեր որ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք Մեղուայեմ Facebook-յան էջին, լինելու են էլ ավելի հետաքրքիր տեսանյութեր։